Մանկության շրջանում նրա երազանքը քննիչ հոգեբան դառնալու մասին էր, բայց արդեն պատանեկան տարիներին հստակ էր որոշումը՝ լրագրող պիտի դառնա։ Օրինակ, բոլորը շարադրություն էին գրել դպրոցի մասին, այդպես վերամբարձ, ինչ-որ պաթետիկ բառապաշարով։ Ես գրել էի դպրոցի անբարեկարգ սանհանգույցների մասին քննադատական, հրապարակախոսական, ինչ-որ վերլուծական շատ խիստ հոդված։ Կյանքի առաջին լուրջ փորձությանը բախվեց 10-րդ դասարանում, երբ բժիշկները նրա մոտ թոքախտ ախտորոշեցին։ Եվ ես պատահաբար լսեցի ավագ քրոջս Օֆելի եւ մայրիկիս խոսակցությունը, որ չեմ ուզվելու, որ իրենք երկուսը միաբերան, մեկը մյուսին այսպես լրացնելով այն մասին էին խոսում, որ չէ, ինչի մասն է խոսքը, բացառված է, ինչ սրբիչ առանձնացնել, ինչ սպասք առանձնացնել, ոչ մի բան է չի լինի, թող երեխեն իրան մեկ ուսացած չզգա։ Ինձ թվում է սա այնքան մեծ բան է խոսում, թե ինչպիսի ընտանիքում եմ մեծացել։ Մահվան դեմ իսկական պայքար սկսվեց 2018 թվականին։ Գերմանիայում նրա մոտ այրան քաղցկեղ հայտնաբերվեց, բայց այդ պայքարը ավարտվեց հաղթանակով։ Ինձ միևնույն էր ամեն բան, բացի որդուցս։ Դրա համար ես միշտ ասում եմ, որ ես պայքարեցի որդուս համար եւ ես ապրեցի իր համար։ Չնայած բժիշկների հակառակորդորներին, նա երկրորդ անգամ մայրացավ ու սրտի խնդիր առաջացավ։ Մենակ այս պահին բոլորովին մենակ Հայաստանում, բայց ես կրկին զինվորի նման կռիվ եմ տալիս, ամեն օր արթնանում եմ եւ ես գիտեմ, որ գիշերվա արցունքները պետք է սրբվեն եւ նոր օրը երեխաների համար պետք է սկսեմ ժպիտով։ Իր պայքարից ու հաղթանակներից հետո նրա կյանքի գլխավոր առաքելությունը մեկն է՝ իլուր բոլորի հայտարարել, հանձնվել չկա, ու նաև կա կյանք երկրորդ փորձից։ Այս շաբաթ միասին կքայլենք Անի Քոչարի կյանքի ուղիներով։ Դիտեք շաբաթ 22:30-ին Շանթ եթերում։